Բարի լույս հայեր։ Այն ամենը, ինչը որ գիտակցաբար անում ես, դա նույնպես կոչվում է յոգա։ Յոգա նշանակում է կապ բնության հետ։ Նայած ով ինչպես է հասկանում այդ կապը բնության հետ։ Մեկը հովիվ է, բայց ինքը շատ խղճով մարդ է, շատ չափած ձևած մարդ է, բայց ինքը հովիվ է։ Ինքը այսպես երեք որ գրել է յոգա house age-ում, մարդու կրթվածության աստիճանը որոշվում է նրա սրտի մեծության չափով։ Ուրեմն Աշուղ Ջիվանու խոսքերից հիշեցի լուսահոգի հորս ձերքի գիրքն էր Աշուղ Ջիվանու գիրքը։ Ասում է ինչ մարդ որ կուզե լինել շանսատակ, թող գնա իր անձը դնի ծանր բեռի տակ։ Հիմա տեսեք յոգայի մեջ ոչ շատ ծանր, եթե դա քո համար ծանր չի, սա իմ համար սովորական է հիմա այս պահին։ Բայց եթե քո համար ծանր է, ուրեմն դու արա այնքան, ինչքան որ այդ կոմֆորտ վիճակը կզգաս։ Շնչառությունը արա թեթև, գոնե 3 անգամ քաշում ես, մի քիչ պահում ես, 1, 2, 3, թողում ես, պահում ես, 1, 2, 3, որպեսզի շնչառական ուղիները, ոնց որ մարդ բիցեպս, տրիցեպս է, չէ, պարապացնում, նույն ձևի շնչառական ուղիները, դիխательные միշտ, չէ, դուք կամաց զարգացնես։ Մարդու հնարավորությունը շատ է, ովքեր կուզեն չակրաների վրա աշխատել, էներգետիկ կանալների միացման օղակներն են չակրաները, հայերեն ասած օղակներ։ Դրանց շնորհիվ մարդը իր հնարավորությունները բարձրացնում է։ Երբ ֆիզիկական դիմադրողականությունը մեծանում է, սկսում են զգայարանները լավ աշխատել, տեսողություն, լսողություն, հոգ, համ, շոշափելի, սեռական օրգաններ։ Հետո սկսում է միտքը ավելի հանգստանալ։ Մեդիտացիայի շնորհիվ, ընդհանուր յոգայի տեխնիկայի շնորհիվ, բայց էլի եմ ասում, ես որպես յոգին միշտ ասում եմ յոգա, ու միշտ հենց ասում եմ, միանգամից ասում եմ նաև սովորական մարդկանց համար։ Կարևոր չի յոգին լինես։ Այն ինչը որ ես ասում եմ, ասենք կարակ 10%, 20% անեք, հայր ջան։ Համընդհանուր երջանկության դեպքում է անհատը երջանիկ լինում։ Եթե ես ասեմ երջանիկ մարդ եմ, կասեն ես գիժով է։ Բայց երբ որ տեսնում ես համընդհանուր երջանկություն, օրինակ յոգայի մասնագետների շատերի հենց նպատակը դա է որ բոլորը առողջ լինեն, բոլորը ուրախ լինեն, բոլորը բարի լինեն, բոլորը հակիրճ լինեն, երբեմն շատ քննարկումներից, շատ բաներից է չէ առաջանում խնդիրներ։ Դե լավ Ժորժ ջան, շատ երկար չլինի վիդեոն։ Առայժմ լավ եղեք, աշխատեք առողջության վրա։